Ողջույն, այսօրվա մեր թեման բնորոշ ինտերվալներն են, բայց նախքան կշարունակենք մեր վիդեո հոլովակը դիտել, կխնդրեի բաժանորդագրվեք եւ սեղմեք լայք կոճակը, իսկ եթե կառաջանան ինչ-որ հարցեր, գրեք մեկնաբանությունների բաժնում, ես սիրով կպատասխանեմ։ Նախ, եկեք կրկնենք որոնք են ինտերվալը, ես հատուկ վիդեո հոլովակ ունեմ ինտերվալների մասին, բայց եկեք արագ կրկնենք որոնք են ինտերվալները։ Ինտերվալը դա երկու հնչյունների միջև տարածությունն է, հեռավորությունը մի հնչյունից մյուս հնչյունը կոչվում է ինտերվալ։ Ինտերվալները երաժշտության մեջ 8-ն են, առաջին ինտերվալը պրիման է, երկրորդ ինտերվալը սեկունդան, երրորդ ինտերվալը տերցիան, կվարտան, չորրորդ ինտերվալը, կվինտան, հինգերորդ ինտերվալը, վեցերորդը սեքստան, յոթերորդը սեպտիման և ութերորդը օկտավան։ Մեր ինտերվալները լինում են մեծ և փոքր, ինչպես նաև մաքուր։ Ինտերվալները լինում են նաև մեծացրած և փոքրացրած, այ մեր բնորոշ ինտերվալները հենց վերաբերում են մեծացրած և փոքրացրած ինտերվալներին։ Իսկ հիմա վերադառնանք բնորոշ ինտերվալներին, ինչու են մեր ինտերվալները կոչվում բնորոշ։ Կոչվում են բնորոշ, քանի որ բնորոշ այս ինտերվալներին միայն հարմոնիկ մաժորում կառուցելը և միայն հարմոնիկ մինորում կառուցելը, այսինքն այս ինտերվալները առաջ են գալիս միայն հարմոնիկ մինորում և հարմոնիկ մաժորում, բնական մաժոր գամմայում կամ բնական մինոր գամմայում այս ինտերվալները ուղղակի չկան, նրանք առաջ են գալիս այն դեպքում, երբ որ հարմոնիկ, օրինակ մաժորում հարմոնիկը 6-րդ աստիճանը մենք իջեցնում ենք ներքև, հենց այստեղ էլ առաջ է գալիս մեր բնորոշ ինտերվալը, կամ մինորում, հարմոնիկ մինորում 7-րդ աստիճանն ենք բարձրացնում վեր, ինչպես հիշում եք, այստեղ էլ առաջ է գալիս մեր բնորոշ ինտերվալները։ Իսկ հիմա եկեք տեսնենք որոնք են մեր բնորոշ ինտերվալները։ Մեծացրած սեկունդա, փոքրացրած սեպտիմա, մեծացրած կվինտա և փոքրացրած կվարտն են։ Իսկ հիմա եկեք նվագենք և գրավոր տարբերակով նայենք, թե ինչպես են կառուցվում մեր բնորոշ ինտերվալները և իհարկե որ աստիճանից։ Մեծացրած սեկունդան կառուցում ենք 6-րդ և 7-րդ աստիճանի միջև և լուծվում է մաքուր կվարտայի մեջ։ Հիշեցնեմ, որ մեծացրած սեկունդան ավելի շուտ մեծացրած ինտերվալները լուծելիս ավելի են մեծանում։ Եվ շրջենք մեր ինտերվալը, ստացվում է փոքրացրած սեպտիմա, որը լուծվում է մաքուր կվինտայի մեջ։ Իսկ հիմա եկեք դո մաժորում մենք կառուցենք մեծացրած կվինտան և լուծենք։ Մեծացրած կվինտան ստացվում է լա բեմոլ, կառուցում ենք ևս մեր 6-րդ աստիճանից, լա բեմոլ մի, նայեք, մին կայուն աստիճան է, մնում է տեղում, սոլ, մի, լա բեմոլը, քանի որ անկայուն աստիճան է, ձգտում է դեպի կայուն աստիճան, ուրեմն լա բեմոլ մի, լուծում ենք սոլ մի, եկեք լա բեմոլ մին շրջենք, ստացվում է մի, լա բեմոլ, սա մեր փոքրացրած կվարտան է, նայեք, մին կայուն աստիճան է, մնում է տեղում, իսկ լա բեմոլը կեստոն իջնում է ներքև, ձգտում է դեպի կայուն աստիճան և լուծվում է փոքր տերցիայի մեջ, դո մի սոլ, նայեք, կայուն աստիճանները, փոքր տերցիայի մեջ է լուծվում։ Իսկ հիմա լա մինորում կառուցենք մեծացրած սեկունդա, կառուցվում է 6-րդ և 7-րդ աստիճաններին մեծացրած սեկունդան, նայեք, մեծացրած է այս սեկունդան, մեծ սեկունդա և 1 տոն և 1.5 տոն, մեծացրած սեկունդայի մեջ 1.5 տոն է, նայեք, և լուծենք, սոլ ձեզը անկայուն 7-րդ աստիճան դեպի լա է լուծվում, ֆոն էլ իջնում է մի,
եւ լուծվում է մաքուր կվարտայի մեջ։ Իսկ հիմա վերցնենք ֆա սոլ դիեզը եւ շրջենք ֆան օկտավը վերենք տեղափոխում, ստացվում է փոքրացրած սեպտիմա, որը լուծվում է մաքուր կվինտայի մեջ։ Նայեք, սոլ դիեզը դեպի տոնիկա է ձգտում, ֆան գնում է դեպի կայուն աստիճան մին։ Ահա, եւ եկեք մեծացրած կվինտան կառուցենք, մեծացրած կվինտան, նայեք լա մինորի երրորդ աստիճանի վրա են կառուցում, երրորդը 1, 2, 3 դո հնչյունն է, դո սոլ դիեզ, սա մեր մեծացրած կվինտան է, նայեք սոլ դիեզը անկայուն աստիճան է, իսկ դոն դոմի, լա դոմի կայուն է, սոլ դիեզը ձգտում է դեպի տոնիկա, իսկ դոն մնում է տեղում, դո սոլ դիեզ, դո լա, եւ լուծվում է մեծացրած կվինտան, լուծվում է մեծ սեքստայի մեջ։ Եկեք շրջենք մեր մեծացրած կվինտան, կստացվի փոքրացրած կվարտը։ Փոքրացրած կվարտան է լուծվում է փոքր տերցիայի մեջ։ Ահա եւ մեր բնորոշ ինտերվալները։ Եկեք գրավոր տարբերակը դիտենք բնորոշ ինտերվալների։ Մեծացրած սեկունդը կառուցվում է հարմոնիկ մաժորի 6-րդ աստիճանի վրա, 6-րդ եւ 7-րդ աստիճանների միջև է մեծացրած սեկունդան առաջ գալի։ Սին ձգտում է դեպի տոնիկա դո, իսկ լա բեմոլը ձգտում է դեպի սոլ։ Ստացվում է մեծացրած սեկունդան լուծվում է մաքուր կվարտայի մեջ։ Հիմա վերցնում ենք մեր ինտերվալը եւ շրջում ենք։ Մեր ինտերվալը շրջելիս սին դառնում է հիմքի հնչյունը, իսկ լա բեմոլը մեր գագաթի հնչյունն է։ Լա բեմոլը անկայուն աստիճան է, որը ձգտում է դեպի սոլ, իսկ սին 7-րդ անկայունը ձգտում է առաջին աստիճան, տոնիկա։ Մեր փոքրացրած սեպտիման լուծվում է մաքուր կվինտայի մեջ։ Աստիճանները փոքրացրած սեպտիման կառուցվում է 7-րդի եւ 6-րդ հարմոնիկի միջև, իսկ մեծացրած սեկունդան 6-րդ հարմոնիկ եւ 7-րդ աստիճանների միջև։ Հաջորդ խումբն էլ մեծացրած կվինտան է, նայեք, կառուցվում է 6-րդ հարմոնիկ աստիճանի վրա, լա բեմոլ, կվինտան լինում է մի, մեծացրած կվինտա է ստացվում, լա բեմոլ մին, մեծացրած կվինտա է ստացվում, նայեք, որը լուծվում է մեծ սեքստայի մեջ, մին մնում է նույն տեղում, քանի որ կայուն աստիճան է, հիշում եք դո, մի, սոլ, կայուն աստիճանները, իսկ լա բեմոլը անկայուն, 6-րդ աստիճանը լուծվում է դեպի 5-րդ աստիճան, կայուն աստիճան, սոլ, և մեծացրած կվինտան լուծվում է մեծ սեքստայի մեջ։ Հաջորդ շրջվածքը, այսինքն մենք վերցնում ենք այս լա բեմոլ մի եւ շրջում ենք, հիշում եք մին եւս կայուն աստիճան է։ Ստացվում է փոքրացրած կվարտը, մի լա բեմոլ, կներեք նոտան չէի գրել, մի լա բեմոլ, լա բեմոլը կեստոն իջնում է ներքև, դառնում է սոլ, իսկ մին մնում է տեղում եւ լուծվում է փոքրացրած կվարտան, լուծվում է փոքր տերցիայի մեջ եւ կառուցվում է մաժոր տոնայնության 3-րդ աստիճանի վրա։ Հիմա վերցնենք լա մինոր տոնայնությունը եւ տեսնենք, որ աստիճանների միջև են կառուցվում մեր մեծացրած սեկունդան եւ փոքրացրած սեպտիման։ Մեծացրած սեկունդան 6-րդ եւ 7-րդ հարմոնիկ աստիճանների միջև է կառուցվում, լա մինորում 6-րդ աստիճանը ֆա հնչյունն է, իսկ 7-ը սոլ դիեզ։ Մեծացրած սեկունդան լուծվում է մաքուր կվարտայի մեջ։ Եկեք վերցնենք եւ շրջենք մեր մեծացրած սեկունդան, կստացվի փոքրացրած սեպտիմա, ֆա սոլ դիեզ, լա մի։ Իսկ փոքրացրած սեպտիման կլինի սոլ դիեզ ֆա, մի եւ լա, կայուն աստիճանների մեջ կլուծվի։ Նայեք, փոքրացրած սեպտիման մեր 7-րդ ինտերվալն է եւ 7-րդ հարմոնիկ աստիճանի վրա էլ կառուցվում է մինորում եւ լուծվում է մաքուր կվինտայի մեջ։ Մեր հաջորդ խումբը դա մեծացրած մինորում, լա մինորում, մեծացրած կվինտան եւ փոքրացրած կվարտան է։ Մեծացրած կվինտան կառուցում ենք տոնայնության 3-րդ աստիճանի եւ 7-րդ հարմոնիկի միջև, ստացվում է դո,
Սոլ դիեզ, նայեք, դոն կայուն աստիճան է, լա, դո, մի, հիշում եք կայուն աստիճանները, երբ դոն կայուն է, մնում է նույն տեղում, իսկ սոլ դիեզը անկայուն է, 7-րդ աստիճանն է, ձգտում է դեպի լա, լուծվում է մեծ սեքստայի մեջ, հաջորդ վերցնում ենք մեր ինտերվալը և շրջում ենք, ստացվում է փոքրացրած կվարտա, սոլ դիեզ դոն, սոլ դիեզը կեստոն բարձրացնում ենք վեր, ստացվում է լա, դո, լուծվում է կայուն աստիճանների մեջ, դոն կայուն աստիճան է, մնում է տեղում, իսկ սոլ դիեզը ձգտում է դեպի տոնիկա, փոքրացրած կվարտան էլ կառուցվում է տոնայնության 7-րդ և 3-րդ աստիճանների միջև, իսկ լուծվում է փոքր տերցիայի մեջ։ Եկեք ստուգենք ինչքանով հասկացաք թեման։ Ես վերցրել եմ ռե մաժոր հարմոնիկ մաժորը, նայեք, ֆա դիեզ, դո դիեզ բանալու կողքին նշանները, իսկ հարմոնիկ նշանը սի բեմոլն է, ինչպես գիտեք։ Խնդրում եմ ասեք, որ աստիճանների վրա են կառուցվում բնորոշ ինտերվալները։ Հիշում եք, բնորոշ ինտերվալները մեծացրած սեկունդան, փոքրացրած սեպտիման, մեծացրած կվինտան և փոքրացրած կվարտան են։ Սիրով կսպասեմ ձեր պատասխաններին։